Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Արամ Ասատրյանի թոռան հարսանիքն է, այսքան ուրախ ու հուզիչ մթնոլորտի մեջ այնուամենայնիվ մի հանգամանք կար, որին բոլորը ուշադրություն դարձրին, Տիգրան Ասատրյանն ու նրա ընտանիքի անդամներն այս կարևոր օրը ներկա չէին։ Բոլորը գիտեն, որքան խորն են Ասատրյանների ընտանիքի կապերն ու որքան մեծ նշանակություն կունենար նրանց ներկայությունը հարսանիքին, բայց ցավոք կյանքը երբեմն իր պայմաններն ունի։ Տիգրան Ասատրյանը, Արամ Ասատրյանի որդին, նշենք նաև Սեդրակ Ասատրյանի երկվորյակ եղբայրը, Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվում, որտեղ ստեղծել է իր ընտանիքը, աշխատանքն ու բեմական գործունեությունը։ Նա մշտապես պահպանել է կապը Հայաստանի հետ, բայց վերջին տարիներին նա Հայաստան չի եկել։ Իհարկե բոլորը սպասում էին նրանց գալուն, ասում էին, եթե Տիգրանն այստեղ լիներ, իր եղբոր-որդու հարսանիքը կդառնար կրկնակի տոն, լցված երգով ու զգացմունքով։ Տիգրանի ներկայությունը միշտ առանձնահատուկ է եղել իր ջերմությամբ, աշխույժ բնավորությամբ ու անկեղծ ժպիտով։ Ասատրյանների ընտանիքը միշտ էլ առանձնացել է իր միասնականությամբ, նրանց միջև եղած կապը ոչ միայն արյունակցական է, այլև հոգևոր, նրանք կիսում են նույն երաժշտական ժառանգությունը, նույն արժեքները, նույն հպարտությունը, Արամ Ասատրյանի անունը։ Այդ պատճառով էլ Տիգրանի բացակայությունը շատերի համար զգացվեց ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեպես։ Շատերը գիտեն, որ Տիգրանի բացակայությունը պատահական չէր, այլ անհրաժեշտություն, և նա անպայման ներկա կլիներ, եթե կարողանար։ Նշենք նաև, որ ներկա չէին նաև Տիգրանի որդիները, հավանաբար ուսման կամ աշխատանքային զբաղվածության պատճառով, բայց ընտանիքի ներսում նրանք շարունակ կապի մեջ են։ Այս պահին էլ հարսանիքը շարունակվում է բարձր տրամադրությամբ և իհարկե ուրախ երգ ու պարով։ Եթե ինչ-որ մեկին կարելի էր համարել այս հարսանիքի հոգին, ապա դա անկասկած Արտաշ Ասատրյանն է իր ընտանիքով։ Արամ Ասատրյանի որդին Արտաշը իր ամբողջ էությամբ ներկա է այդ օրվան ոչ միայն որպես ընտանիքի ներկայացուցիչ, այլ որպես մարդ, որը հասկանում է, թե ինչ նշանակություն ունի այս հարսանիքը ողջ Ասատրյանների տոհմի համար։ Արտաշ Ասատրյանը հայտնի է իր ջերմ բնավորությամբ, երաժշտական ավանդույթների պահպանման հանդեպ ունեցած հարգանքով ու այն անսպառ դրական էներգիայով, որը նա միշտ բերում է ցանկացած հավաքի։ Բայց այս անգամ դա պարզապես ուրախություն չէր, դա սրտանց տոն էր լցված հուզմունքով, հիշողություններով և բազում ժպիտներով։ Նրա տունը դարձել էր իսկական կենտրոն, որտեղ բոլոր հյուրերն իրենց ազատ էին զգում։ Արտաշն անձամբ էր հետևում, որ ամեն բան կատարյալ լինի, սեղանները միշտ լիքն էին, երաժշտությունը բարձր, իսկ մթնոլորտը ջերմ ու հայկական։ Նա չէր կանգնում մի վայրկյան անգամ, եթե նկատում էր ինչ-որ մեկը նստած է, անպայման հրավիրում էր պահի։ Նրա ժպիտն ու պարզությունն ուղղակի վարակիչ էին։ Արտաշի կողքին էին նրա կինը, զավակները, որոնք նույնպես նույն ոգով էին մասնակցում ամեն ինչին։ Նրանք ոչ թե պարզապես հյուրեր էին, այլ հարսանիքի կազմակերպիչների աջ ձեռքը։ Եթե պետք էր օգնություն հյուրերին, նրանք արդեն այնտեղ էին։ Հարսանիքի ողջ ընթացքում Արտաշ Ասատրյանի ընտանիքը բառացիորեն կազմում էր տոնի սիրտը, երբ հնչում էր առաջին երգը, հենց Արտաշն էր, որ վերցնում էր միկրոֆոնն ու սկսում երգել կամ պարել։ Ասատրյանների ընտանիքը ոչ միայն երգի ու արվեստի ժառանգություն է, այլև սիրո ու միասնականության օրինակ։ Արտաշն ու իր ընտանիքը ոչ մի վայրկյան չթողեցին, որ հուզմունքը մթնոլորտը ծանրացնի։ Նրանք բոլորին ստիպեցին ժպտալ, ուրախանալ, պարել և ամենակարևորը զգալ, որ Արամ Ասատրյանի հոգին ապրում է հենց այսպիսի օրերի մեջ, ուր սեր կա, ուրախություն կա և հայկական երաժշտություն։ Արտաշ Ասատրյանն ու իր ընտանիքը ոչ միայն մասնակցեցին, այլ կենդանացրեցին հարսանիքը, դարձնելով այն այնպիսին, ինչպիսին պետք է լիներ՝ լի ուրախությամբ, երգով ու պարով, անսահման սիրով։